Բարի երեկո սիրելի հայրենակիցներ։ Այսօր կարճ ուզում եմ անդրադառնալ մեր ստահակ եւ ազգակործան իշխանությունների արտաքին քաղաքական կուրսի վեկտորի փոփոխության հարցին։ Արտաքին քաղաքական կուրսի փոփոխումը ըստ մեր իշխանությունների դա շատ հանգիստ կոշիկի կամ, չգիտեմ, հողաթափիկի փոփոխության նման մի process է։ Նրանք անգամ չեն հասկանում, թե իրենց նոր ընտրած կուրսը, նոր ընտրած ուղղությունը սպասում է արդյոք իրենց թե ոչ։ Վատ լուր ունեմ իրենց համար, Եվրոպայում իրենց չեն սպասում։ Առավել ևս, աշխարհի, արևմտյան աշխարհի, այսպես ասած, լիդերը, աշխարհի գերտերություններից մեկը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը օրերս հստակ հայտարարեց, որ Հարավային Կովկասը դա Ռուսաստանի տարածք է։ Ես որ ժամանակին ասում եի, որ Անկորի ջում արդեն իսկ պայմանավորվել են աշխարհի նոր վերաբաժանման համար, շատերը թերահավատորեն էին դրան նայում։ Դա այսօր փաստ է։ Եվ այսօրվա գործընթացները, որը տեղի են ունենում գլոբալ աշխարհում, դա Անկորիջի նախնական պայմանավորության գծագիրն է։ Նրանք փորձում են սահմանազատել, գծագրել այն աշխարհակարգային տերիտորիալ ազդեցիկ զոնաները, որոնք ունեն արդեն պայմանավորվել են։ Մեր իշխանությունները, տեսնելով այս ամեն ինչը, կամ չեն հասկանում, կամ ինչպես իրանց ողջ կառավարման ընթացքում ազգակործան եւ դավաճանական քայլերով կրկին փորձում են գնալ մի տեղ, որտեղ իրանց չեն սպասում եւ դրանով վտանգելով Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ընդունում է Կովկասը որպես Ռուսաստանի տարածք։ Ուստի գնալով, փոխելով կուրսը, դուք տանում եք շատ վտանգավոր խաղ, քանի որ Ռուսաստանը չի թողելու իր տարածքը, մինչև վերջ պահելու է պայքարելու իր տարածքի համար, իր ազդեցության գոտու համար ավելի շուտ, եւ Ամերիկան չի գալու ձեզ փրկության։ Ամերիկան ձեր հետ մաքսիմում հուշագրեր կստորագրի։ Այդ հուշագրերը երբեք փաստաթուղթ չեն դառնա։ Հուշագիրը դա ուղղակի բարի ցանկությունների, նպատակների մասին թուղթ է, ուրիշ ոչինչ։ Այդ հուշագրերը չեն դառնալու փաստաթուղթ իրավական։ Եվ այդ հուշագրերով դուք մեզ տանում եք կրկին եւ կրկին կործանման ավելի լուրջ տուրբուլենտ process-ների։ Առաջիկայում, առաջիկա ընտրություններում շատ կարևոր է, շատ սա գոյաբանական խնդիր է, կարևոր է այս իշխանություններին, այս դավաճան ստահակ իշխանություններին իշխանազրկելու եւ կանգնացնելու դատարանի առջեւ, որ պատասխան պետք է տան իրավունքի ողջ խստությամբ։ Շնորհակալություն։